Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, իմ հին հետևորդները ծանոթ են այս տեսարանին, երբ ես կեսգիշերն անց բոլորին քնացնում եմ ու անցնում իմ սիրելի գործին, արդյունքում եմ ահագին կուտակված, այսօր օրը կիրակի է, վաղը սկսում ենք աշխատանքային շաբաթը, Առնոյի պարտեզի անկողիններն էին ուղարկել, երկու շաբաթը մեկ ուղարկում են ու երկու անկողին ունի պարտեզում, մեկը մենք ենք ուղարկել, իսկ մյուսը իրենց մոտինն է, իրենց պարտեզի անկողիններն է, դրանք օգտագործում են որպես փոխնորդ անկողիններ, անհրաժեշտության դեպքում այդ փոխնորդ անկողիններն են օգտագործում ու այս անգամ լվանալու ուղարկել էին հենց իրենց պարտեզի փոխնորդ անկողինը, բայց եթե անկեղծ այդ փոխնորդ անկողինը այդքան դուրս չէր գալիս, ես Առնոյի համար շատ սիրուն անկողին էի ուղարկել արջուկներով բան, բայց այս փոխնորդ անկողինը, որը պարտեզինն է, հիմա ցույց տամ, այսպիսի վարդագույն դելֆիններով, շունիկներով անկողին է ու որոշեցի փոխել սա. Հիմա իհարկե սիրուն լվացել եմ, հիմա կարդուկ եմ, բայց ուզում եմ տանել սա վաղը վերադարձնել իրենց, վրայից հանել եմ տարբերանշանները, Առնոյի տարբերանշանը գնդակն է, գնդակները սենց սիրուն վրայից հանել եմ, Առնոյի համար վերցրել եմ մեկ այ անկողին, այսպիսի, սիրուն անկողին է, վրան ինչ-որ արջուկայլի նկարած, հիմա այս տարբերանշանները կկարեն այս անկողնի վրա, արդեն լվացել արդյոք եմ պատրաստել եմ, սա կվերադարձնեմ իրենց վարդագույնը ու կխնդրեմ, որպես փոխնորդ անկողին օգտագործեմ իմ ուղարկած այս երկրորդը, այդպես, ասեցի ձեզ հետ կիսվեմ իմ փոքրիկ մտքերով և սկսեմ վլոգը, իրականում այս վլոգը ընդհանրապես սրա մասին չի լինելու, որոշել եմ պատմել ձեզ, թե ինչպես են անցել մեր փետրվարյան տոները, այսպես ասած նշել ենք և Վալենտինը և գրքի տոնը նշել եմ քույրիկիս հետ ու իր երեխաների, Վալենտինը նշել ենք ընտանիքով, ես շատ սիրում եմ Սուրբ Սարգսի տոնը, եթե անկեղծ ու նախորդ տարիներին միշտ Սուրբ Սարգսի տոնն էի նշում, որովհետև ավելի հայկական է, չգիտեմ Վալենտինն ոչ օտարամետ տոն է, նախապատվությունը տալիս են այդ հայկական տոներին, բայց ես հասկացա, որ Սուրբ Սարգսի տոնը այնքան էլ մեր տոնը չի, ավելի շատ ինձ համար Սուրբ Սարգսի տոնը հենց երիտասարդներին է վերաբերվում, չամուսնացածներին ու դրա համար մտածեցի, որ այս տարի, որովհետև Սուրբ Սարգսի տոնը ինքը իր մեջ իր ամբողջ խորհուրդը հենց երիտասարդներին է ուղղված, մտածեցի, որ այս տարի մենք կնշենք Վալենտին, եմ խնդրում ընթացքում և խոսում եմ և ուզում եմ անպայման արագ արդյունքս անել, որովհետև գիտեմ, որ ամեն րոպե Սոսեն կարող է արթնանալ և ինձ ուզել ու գործս կիսատ մնալ, բայց չեմ կարող այս գործը կիսատ թողնել։ Ինչ էի ուզում ասել, որ հասկացա, որ Սուրբ Սարգսի տոնը ավելի շատ երիտասարդների տոնն է, չամուսնացածների, դրա համար որոշեցի, որ այս տարի մենք ընտանիքով կարող ենք նշել Վալենտինը։ Իդեպ նախորդ վլոգում, ովքեր չեն տեսել, ես արել եմ unboxing, որտեղ ցույց եմ տվել, թե ինչեր եմ պատվիրել Վալենտինի համար, ինչ դեկորներ ու ինչպես եմ պատրաստվել Վալենտինին, իսկ այս վլոգում արդեն ցույց կտամ, թե մենք ինչպես ընտանիքով նշեցինք և Վալենտինը և մի քանի օր անց նաև գրքի Սոսեն այդտեղ արդեն ինձ ա ուզում, բայց այստեղ ինձ արդյոք ընդամենը երկու հագուստ ա մնացել, օրագարակ արդյոքում եմ բացեմ Սոսեի մոտ և այսպես եկեք պատմեմ, թե ոնց են անցել մեր փետրվարյան տոները, մի քանիսն են դրանք, մեկը չէ, սկսենք սիրո տոնից, թե ինչեր էի պատվիրել սիրո տոնը գեղեցիկ ընտանիքով նշելու համար, կգտնեք նախորդ վիդեոյում, եթե չեք նայել, ալիքում կա վիդեոն, գնացեք նայեք, շատ սիրուն հոլովակ է ստացվել, գուցե նաև ինչ-որ մտքեր վերցնեք պատվերներ կատարելու։ Սիրո տոնը նշեցինք շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում, այստեղ տեսնում եք այն հոլովակը, որը որ ստացվել էր Ինստագրամի համար, բայց իրականում
backstage-ում կուլիսներից այն կողմ շատ բաներ են մնացել կադրից դուրս, հիմա հերթով կպատմեմ։ Թերևս սկսենք այնտեղից, որ Առնոն տեսավ իր սրտիկներով շապիկը եւ հավանություն չտվեց դրան։ Ինձ սպասում է սրտիկներով շապիկի ու շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց իրեն համոզելու, որ այդ սրտիկներով շապիկն էլա սիրուն ու կարա դա էլ հագնի։ Սորից էի ուզում ձեզ։ Ինչու՞։ Որովհետև սորից չեմ սիրում։ Խիլավնա։ Վալենտինի շորան։ Լավնա, լպտակի։ Մի հատ էլ մազիկները ծարքեմ։ Всё, անտիր։ Հետո մեծ տղաները սկսեցին իրար օգնել պատրաստվելու հարցում ու անկեղծ այդ տեսարանը շատ հուզիչ էր։ Ես պատկերացրի իրենց տարիներ անց, թե ոնց են մեկը մյուսի հարսանիքին իրար օգնում, այսպես բաբուչկա կապել, ինչպես հենց այդ օրը։ Բայց Սոսեն ընթացքում լաց էր լինում ու այնքան հանգիստ չէր ստացվում այդ պատրաստվելու գործընթացը, որքան որ պլանավորել էի, չգիտես, շատ անհանգիստ էր Սոսեն, անընդհատ վազում է իր մոտ, գրկում էի, նորից հետ էի գալիս, փորձում էի ինչ-որ կադր նկարել, հետո նորից վազում էի, Սոսեին էի գրկում, մի խոսքով խառը մի կերպ պատրաստվեցինք ու ես սկսեցի արդեն պատրաստել Սոսեին։ Երեսեք պատրաստեք։ Այո։ Դուք Սոսեն հաստատ չեք տեսել։ 3 2 Սոսը պատրաստես դու։ Արդեն սոսի մոտ։ Սիրունա չէ։ Սիրունա։ Լավնա։ Սպասեք լավ, Արտոն լացուվա։ Հերթով։ Վայ, անբացատրելի սիրուն ու հուզիչ է այն ռեակցիան, այն էմոցիաները, որ ամեն անգամ տղաներն են տալիս, երբ Սոսեին որևէ նոր հագուստով են տեսնում, շատ սիրուն է, շատ հուզվում եմ իրականում լինել 3 տղաների մայրիկ և ունենալ հետո աղջիկ, չգիտեմ այդ ինչ զգացողություն է, ես ապրում եմ այդ զգացողությունը, բայց չեմ կարողանում բառերով նկարագրել, շատ սիրուն զգացողություն է, մի խոսքով Սոսեին էլ դիմավորեցինք ու սկսեցինք տորթիկ թխել, որովհետև սիլիկոնե սրտաձև ֆորմա էի պատվիրել ու անպայման տղաները որոշել էին, որ հենց իրենք պետք է այդ ֆորմայի մեջ տորթիկ թխեն, բայց այդ ընթացքը էլի մեզ հեշտ չտրվեց, որովհետև Սոսեն անընդհատ գրկիս էր, անընդհատ նվնվում էր, ես մեկ իրեն պարկացնում էի, մեկ հետ էի վազում, որ տեսնեի խոհանոցում ինչա կատարվում, բայց պատկերացրեք շատ համեղ բիսկվիտ ստացան տղաները իրենք իրենցով։ Լացվացի, լցվեց։ Լովակ, որը ինստագրամում դրվում է շատ սիրուն, հուզիչ, երաժշտության տակ, իրականում շատ ծիծաղելի պայմաններում է նկարվում, գնաց, այդ գնա, հիմա դու արի, աչից, ձախից, մի ուշացրեք, մի խոսքով բազմաթիվ փորձերից հետո մենք ստացանք մեր ուզած մի քանի վայրկյանանոց հոլովակը ինստագրամի համար։ Գնաց, արի շուտ, գնաց, իրանց հետևը, շուտ, այդ տենց, գրկիր, այդ տենց։
Դե իսկ հետո արդեն սկսեցինք սեղան պատրաստել, այդ գործը համեմատաբար մեզ հեշտ տրվեց, որովհետև Սոսեն արդեն խելոքացել էր ու տղաների հետ արագ-արագ անցանք գործին։ Նախապես ինչ որ խոհանոցում դրել էի մեր թխած բիսկվիթը, սրտաձև մրգեր էի կտրատել, մարշմելոներով իրենց համար փայտիկների վրա մրգերի հետ ինչ որ սիրուն բան էի հավաքել, ադիբուդի էի պատրաստել, պիցցա, սուշի, այն ինչ սիրում են երեխաները, բացառությամբ սուշիի, դա ինձ համար էի պատվիրել, որովհետև տանը միայն ես եմ սիրում ու հազվադեպ պատվիրում եմ, դե որ գիտեմ մնացած անդամները չեն սիրում, հաճախ չեմ պատվիրում, բայց այդ օրը բացառություն էր եւ որոշեցի թեկուզ եւ միայն ինձ համար պատվեր անել ու մի խոսքով սիրուն սեղան դրեցինք եւ շատ սիրուն երեկո ունեցանք, իսկապես շատ սիրուն, մեկ-մեկ ինձ հարցնում են, թե ինչպես եմ կարողանում երեխաներին այդքան շատ նկարել, ֆիքսել կադրերում, դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչքան հաճույքով են իրենք նկարվում, պատրաստ են մի կադրը մի քանի անգամ փորձել, տարբեր դիրքերով նկարվել, անընդհատ հագուստ փոխել նկարվելու համար, այնպես որ իրենց սիրով նկարում եմ ես, որովհետև իրենք են սիրով նկարվում։ Որքան երեխաները մեծանում են, այդքան ավելի դժվար է լինում կիսել իրենց հետաքրքրությունները։ Պետք է անկեղծ ասեմ, ու այդ օրը մենք դրել էինք մի ֆիլմ, որը երեխաներին է հետաքրքիր ու ես բացարձակ բան չեմ հասկանում այդ ֆիլմից, ոչ այդ ֆիլմի թեման եմ հասկանում, ոչ այդ ֆիլմի հետաքրքրությունն եմ հասկանում, ոչ հասկանում եմ այդ ֆիլմը առհասարակ ինչի մասին է, բայց որոշեցի մի փոքր սենց ինտեգրվել երեխաների հետաքրքրություններին ու ընթացքում իրենց հարցեր էի տալիս, իրենք էլ իրենց շատ լավ էին զգում, որ կարողանում են պատասխանել իրենց մամայի հարցերին, որովհետև սովորաբար հակառակ պրոցեսն է, ընտանիքում միշտ երեխաներն են հարցեր տալիս ու ծնողներն են պատասխանում երեխաների հարցերին ու այդ օրը այնքան հետաքրքիր էր, այնքան սիրուն էր, որ երեխաներն էին ավելի իմացողի դերում ու մաման էր իրենց հարցեր տալիս, իսկ այս ով այս հերոս, չնայած իրականում ինձ հետաքրքիր չէր, եթե անկեղծ, իսկապես ինձ հետաքրքիր չէր, բայց ես փորձեցի ինտեգրվել իրենց հետաքրքրություններին ու այդ հարցերը տալ, վայ, այս ով այս հերոսը, այս ինչ եղավ, ինչ որ չգիտեմ, ինչ իրադարձություններ, բա ինչի համար սենց եղավ ու իրենք մեծ հետաքրքրությամբ պատասխանում էին ինձ ու ենթադրում էին, որ ինձ շատ հետաքրքիր է իրենց ֆիլմը։ Ամփոփելով Սիրահարների տոնը, ես այն գնահատում եմ 10-ից 10 ու ուզում եմ, որ այդպիսի սիրուն ընտանեկան երեկոներ մեր կյանքում շատ լինեն։ Այնքան սիրուն եղանակա, որ հանգիստ մեքենայից առանց վերարկու իջա։ Մի հատ բրտեմ տեսնեմ այստեղ չկա։ Հաջորդ օրը քույրիկիս աղջկա տարեդարձն էր ու իհարկե մենք չէինք կարող այդ օրը բաց թողնել, որոշեցինք շատ վաղ գնալ իրենց տուն, շատ վաղ ասելով ժամը 10-11-ի կողմերը առավոտյան, որովհետև քույրիկս հրավիրել էր աղջկա դասընկերներին ու երեխաները ուզում էին անպայման գնալ երեխաների հետ մասնակցել այդ ծննդյան փարթիին, չնայած մեծերը հրավիրված էին երեկոյան, բայց երեխաների համար մենք էլ որոշեցինք վաղ գնալ, որ իրենք մասնակցեն ու գնացինք նվեր վերցրի քույրիկիս աղջկա համար եւ ուղևորվեցինք Էջմիածին։ Սենց սիրուն աղջկական սեղան ենք պատրաստում Ռուզանիկի ընկերուհիների համար։ Քույրիկս տեսակ հոմովություններ է սարքել։ Հիմա հերթով կդնենք սեղանին։ Իր ընկերուհիներն են եկել։ Ուզում եք ձեր աչուկներին սիրուն բաներ կպցնեք։ Կարեք մեկըտ մյուսին կպցնեք, մեկըտ մյուսին, որ դուք սիրուն տեսնեք ինչ եք կպցնեք։ Եկեք սենց Ռուզանիկին անեք, հա, օգնի։ Yes.
Ջողոյ չան ես հանկարծ մատիկով տորթը չփչացնես, լավ։ Սիրուն աչե, Ռուզանիկի սենյակը։ Դե նվերները սիրուն դիր, հետո Ռուզանիկը կբացի։ Օպրին տղեր։ Բախի չես գնում։ Ոյ, ես կուշ տորթիկից։ Բախի չես գնում հերոսիկների մոտ։ Սենց չի սխալ դրեցիր։ Արի ուղլի հատ։ Այդ ենք, Վերաբերվել են նաև խաղավարներ, ովքեր շատ լավ զբաղեցրին երեխաներին, դե այստեղ ձայնն անջատել եմ, որովհետև սենց խաղերի ժամանակ սովորաբար շատ հայտնի աշխարհահռչակ երգեր են միացվում, իսկ դա հետո YouTube-ի համար խնդիր է առաջացնում, բայց երեխաները իսկապես շատ լավ ժամանակ անցկացրին, լիքը պարեցին, խաղացին, կերան, խմեցին, շատ լավ ժամանակ անցկացրին, տղաներն էլ ոնց տեսնում եք հավեսի են ընկել, մտել են երեխաների մեջ, մի քանի ժամ շարունակ հավես խաղեր խաղալուց, ուրախանալուց հետո արդեն կամաց սկսեցինք ճանապարհել Ռուզանիկի դասընկերներին ու պատրաստվել դիմավորելու մեծ հյուրերին։ Այսօր իմ ծննդյան օրն է, ես դարձա 7 տարեկան, հիմա ես ցույց կտամ իմ նվերները, առաջինը ես սկսենք։ Այստեղ այսպիսի մատերի համար։ Եղունգները, վոու, ստիչով։ Այսպիսի թևնոց է ստիչով։ Սենց տուփիկա, սենց ստիչով էլի։ Սենց բոյնձիկը սիրուն, ստիչով։ Լավն է։ Սենց ժաժիլ ստիչով։ Տեսնեմ։ Օ, շատ լավն է։ Սենց էլի եղունգներ։ Ահա։ Սենց պորտներ, ծաներ։ Մատիտների համար։ Գրչատուփ, շատ լավն է, մի հատ կտաս նայեմ։ Տեսնեմ գրչատուփը։ Օ, շատ լավն է։ Էլ, Սենց գրիչ։ էլի ստիչով։ Ու այսպիսի մազի ռեզին։ Տեսնեմ։ Շատ լավն է։ Այսպես է։ Սա։ Այս ինչ տուփիկ է, կասա։ Գիտեմ։ Երևի կասա։ Շատ Ո, լավն է։ ստավացն Կասա, ճիշտ է, հələ սպասի։ կասը։ Այստեղ տես։ Կոպեկ կա, որ կարող ես փակել, բանալին պահել քեզ մոտ։ Ու կոպեկներդ գցես։ Հետո բանալիով կբացես, ու բանալիները թավաքած կհանես։ Այս էլ է շատ լավ է։ Ռուզանիկը մազակալների հսկայական հավաքածու ունի, չէ՞ Ռուզ։ Չափնիկներ։ Թևնոցը ինչ լավն է։ Սաները, հետևները սան։ Վախ, ինչ լավն է։ Շատ այստեղ էլի եղունգներ, մազակալներ և գրչատուփը։ Տեսնենք երկրորդ տուփի մեջ ինչ կա։ Այսպիսի Պայուսակ։ պայսացի մեջը բանը։ Կասնի։ Սալիքն է։ Հələ տեսնեմ։ Օ, ինչ լավն է։ Ո՞ց է բացվում։ Այս ինձ։ Այսպիսի։ Խնդրեմ քո ընկերուհուն թող օգնի մեզ բացենք, հա։ Հա։ Կբացես։ Ինչ լավն է, Դաժե սենց Ռոզ։ պամադա կա։ Գլոս, պամադա, մանիկյուր, ծեներ։ Շատ լավն է։ Անջոր։ Ստեղ ունեն ստիչի բաժակում։ Կտոր։ Եվ ամանիկ, որ մուրաբա ուտես ու թեյ խմես։ Էլ։ Ստեղկիրինք ունեն, ստիչի։ Էսի տղանու աղջիկն է, էսի մենակ Փոքրիկ տղան։ երկու կտավներ են վրցինով ներկերով, շատ լավն է։ Էսի բանը, են որ շուտ զարդնես քրից։ Զարթուցիչ։ Հա, զարդու։ Շատ լավն է։ Ստեղ ունենք մեկ էլ մի հատ Բաթ։ բան։ Սիշ։ Ջրի շիշ։ Հա, ջրի շիշ։ Կարես ջուր լցնես, տանես դպրոց։ Հա։ Հա, Շատ լավն է։ Էլ ինչ ունենք։ էլ որ Բա այստեղ էս ինչ հո։
Քնելու դիմակը։ Հələ տեսնեմ։ Նա։ Շատ լավն է։ Ռոզի շատ հովանեցի քո նվերները։ Այնտեղ նա դեռ սունկա ունենք։ Այդ պայսակներ ցույց տանք։ Մեջը էլի լիքը բաներ կան։ Դատարկ չի, պայսակի մեջ էլ կան։ Ահա։ Այսպեսին։ Ինչ լավն է։ Մեկ էլ ունենք այսպեսի Հայլի, տեսնեմ։ Օ, շատ լավն է։ Մեկ իմ սիմվոլ։ Հիմա խաղ ենք խաղում։ Ես տառեր եմ ասում, աղջիկները այդ տառերով բառ են ասում շատ արագ։ Գ։ Գայ։ Երեքդ էլ նույնն է ասեցիք։ B։ Բարդ։ Սոկ չեք տվել քեզ։ Գարիկ Փեսյանին ասա թող քեզ սոկ տա։ Վերջս աղջկա ծնունդն էլ ավարտեցինք ու հաջորդ տոնը, որին պետք է անդրադառնամ, գրքի տոնն է, որը իհարկե մեր կողքով չէր կարող ուղղակի անցնել։ Ես շատ եմ սիրում այդ տոնը ու դեռ ուսանող տարիներին գրքի օրը ինձ համար միշտ գիրք էի նվեր գնում, իսկ Էմինի ծնունդից հետո արդեն ամեն տարի այդ օրը գրքեր եմ գնում նվեր երեխաների համար։ Այս տարի որոշեցինք շատ հետաքրքիր ձևով նշել գրքի տոնը եւ դարձնել մեզ համար փոքրիկ ավանդույթ։ Մենք ունենք հյուրեր։ Ո՞վ է հյուր եկել, Սոսե, քո քույրիկը։ Հա? Քույրիկն է հյուր եկել։ Քույրիկները։ Եվ քույրիկի մայրիկը։ Բայց այդ Ռոզալիկը շատ ոգևորված է, որ այսօր ինքնավերցնելու Առնոյին։ Պապան չի եկել, բայց կարու է, որ մեծ ռեկալի, աբուլիկը եկել է։ Մամ, Ռոզիկա մեծած Կարամ դեպքանը յատեղը չգիտ։ Միրիկիս հետ որոշեցինք այդ օրը հավաքվել մեր տանը, նշել գրքի տոնը, լավ ժամանակ անցկացնել ու բոլորով իրար գրքեր նվիրել։ Եվ երեխաները կսովորեն գիրք նվիրելու արվեստը, եւ մենք քույրիկներով իրար գիրք կնվիրենք ու կդառնա դա մեզ համար փոքրիկ ավանդույթ ամեն տարի հավաքվել այդ օրը երեխաների հետ, նշել գրքի տոնն ու Այսօր եւս օրը կիսել էինք երկու մասի։ Օրվա առաջին կեսը իմը քույրիկինս ու մեր երեխաներինն էր, իսկ երեկոյան արդեն մեզ էին միանալու նաեւ մեր ամուսիններն ու եղբայրս։ Ու քանի որ երեկոյան արդեն ունենալու էինք ավելի հագեցած ընթրիք, այս պահի ուշադրությունը որոշեցինք կենտրոնացնել մեր շփման վրա ու թեթև պատրաստություն տեսնել։ Պիցցա, բրուսկետաներ, կտրատած միրգ, ուղղակի նստել, զրուցել, լավ ժամանակ անցկացնել ու իրար գրքեր նվիրել։ Ու որպեսզի ամեն բան շատ սիրուն ու էսթետիկ լինի, կնկատեք երևի, որ մենք անգամ հագուստների երանգներն էինք համապատասխանեցրել։ Ու իսկապես մենք բոլորով շատ լավ ժամանակ անցկացրինք, լիքը զրուցեցինք, գրքեր քննարկեցինք, դա շատ կարևոր էր, ամեն մեկս պատմում էր իր սիրելի գրքի մասին, որևէ հատվածներ մեջ բերում։ Չեմ աբույն ա տալիս։ Մի խոսքով ես այսօրը եւս համարում եմ ստացված։ Շատ երկար մտածել էի գրքեր ընտրելու հարցում, հերթով դիտարկել էի երեխաների նախասիրությունները, թե քույրիկիս երեխաներին ինչ գրքեր կարող եմ նվիրել, քույրիկիս ինչ գիրք կարող եմ նվիրել։ Քույրիկիս համար իդեպ ընտրել էի ինձ համար շատ խորհրդանշական մի գիրք, որը իմ կյանքում մեծ դեր էր ունեցել եւ ես ուզում էի, որ անպայման նա եւս այդ գիրքը ունենա։ Իսկ մեր ամենապուճուրիկների համար, Սոսեի ու Նռանեի, վերցրել էի Լոգանքի համար նախատեսված գիրք, որը ջրի մեջ մտցնելուց հետո ներկվում են առարկաները, եւս շատ լավն էր։ Իհարկե, այս պահին դեռ մի փոքր ավելի պուճուրիկ են իրենք այդ գրքի համար, բայց կարծում եմ 1-2 ամսից արդեն սիրով Լոգանքի ընթացքում այդ գիրքը կարելի է երեխաների ձեռքը տալ, որպեսզի նրանք խաղան այդ գրքով։ Այդպես։
Ինչա։ Ամազոնիա հրաշքը։ Օ, ինչ լավն է։ Ես իբե բացը։ Բացի։ Բացեմ առնոց։ Բացի պես։ Օրնո, ինչ լավն է։ Դիտանիների բացի։ Տեսել ես մի հատ տոր բացել։ Հանուր առմամբ գրքի տոնը եւս գնահատում եմ 10-ից 10 շատ գոհ եմ առհասարակ փետրվար ամիսը բավականին հագեցած ամիս էր ինձ համար, հույս ունեմ, որ մարտը նույնքան կլինի հագեցած, սիրով ու ջերմությամբ լի ամիս։ Դե իսկ այս պահին ինձ էլ բան չի մնում ձեզ ասելու, քան այն, որ պետք է անպայման միանաք իմ ալիքին, բաց չթողնեք հետագա վլոգները ու դառնաք իմ YouTube-յան ընտանիքի անդամ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ